Ես Հայարքի Սարգսյանն եմ, ներկայացնում եմ Քարհանյան օնլայն դպրոցը։ Այսօր կխոսենք տողադարձի մասին։ Եվ այսպես, բառի մի մասը հաջորդ տողը տանելը կոչվում է տողադարձ։ Հայերենում տողադարձ կատարելու կանոններ կան, որոնց հարկավոր է հետևել։ Տողադարձ կատարվում է երկու սկզբունքով՝ վանկատման և բառակազմական։ Վանկատման եղանակով տողադարձ։ Առաջին, երկու ձայնավորների միջև ընկած բաղաձայնն անցնում է հաջորդ տողը։ Օրինակ՝ կա, յա, ռա, ու, ռա, խա, լի։ Երկու ձայնավորների միջև ընկած երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տողն է անցնում միայն վերջին բաղաձայնը։ Օրինակ՝ ար, դար, կարծրանալ, աստ, ռիկ։ Գաղտնավանկի գրվում է միայն տողի վերջին և հաջորդ տողի առաջին վանկերում։ Օրինակ՝ կրկնվելով, 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 բայց կրկնվելով։ Բառասկզբում թույլ է ունեցող բառերը զբաղվել, ստանալ և այլն, տողադարձելիս այդն կարելի է հաշվի չառնել և տվյալ վանկը չառանձնացնել։ Օրինակ, ոչ թե զգալով, այլ զգալով։ Հատուկ անունները բառասկզբի ըյով տողադարձելն անթույլատրելի է։ Պիտի գրել Սպարտակ, Ստեփան։ Եկիսաձայնին նախորդող բաղաձայնը եի հետ կարող է տարվել հաջորդ տող կամ չտարվել։ Հավասարապես ճիշտ են համարվում հետևյալ ձևերը՝ խաղաղություն և խաղաղություն։ Եվ գիրը բաժանվում է և տառերի, երբ դրանք տարբեր վանկերի են պատկանում, վ-ն հաջորդ տող է տարվում։ Օրինակ՝ հևալ, հե-վալ, դրսևորել, դրսևորել, բայց երբ վ-ն հաջորդ տողի առաջին տառը չէ, ևը պահպանում է իր գրությունը։ Երևույթ, դրսևորել։ Բառակազմական եղանակով տողադարձ։ Տողադարձի ժամանակ կարելի է հաջորդ տող տանել ամբողջ բառը կամ բառամասը։ Օրինակ, ծովափ բառը վանկատման եղանակով տողադարձելիս կլինի ծովափ, իսկ բառակազմական եղանակով ծով-ափ։ Այդպես էլ արագ ընթաց, կես օր։ Ամբողջական բառը կամ արմատը բառամասը հաջորդ տող տանելու կամ տողի վերջում թողնելու դեպքում գաղտնավանկի չի գրվում։ Օրինակ՝ փոխադրություն, լեռնաշղթա, գերբնական։ Ընդգրվում է միայն այն դեպքում, երբ տողի վերջում մնացող բաղադրիչն այլ ձայնավոր չունի։ Օրինակ՝ դռնված, մկնտեղ, ձկնկուլ։ Այսօր այսքանը, շնորհակալություն։